Հաղորդման գործընկերն է Ֆրութալի ընկերությունը իր բնական ջրերի տեսականիով։ Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում։ Ողջույն սիրելիներս, տողերիցս կարծում եմ գուշակեցիք, որ ես գտնվում եմ Պարույր Սևակի գյուղում, նույն ինքը Զանգակատանը։ Գյուղ, որը հայտնի է հենց նրանով։ Բայց արդյոք գյուղում ծնվել են նոր բանաստեղծներ եւ արդյոք գյուղը ապրում է պոեզիայով, մենք դա հենց այսօր կբարձենք։ Բարև ձեզ, մատուռն ուր Սուրբ Հովանես։ Հա։ Շատ ձեր անունն է։ Անաստասիա։ Անաստասիա ջան, ես ձեր հետևորդներից եմ։ Հա։ Վաու, թեք թողա։ Հիշում ես Մարգար պապին։ Մարգար 104 տարեկան, 100 քանի տարեկան։ Թալին։ Հա։ Հա, ո՞նց չեմ հիշում։ Իմ ադաշն է ինքը։ Բայց մի նկարի ձախվել, որտեվ բանը։ Չէ, ոչ չնկարեք։ Չէ։ Ադաշը ո՞րն է։ Թայ։ Նույն համանունն է։ Ինքն է Մարգար, ես եմ Մարգար։ Հա, իստվոց նույն տորեք եքոսմեի, էս ինչ է կատարվում։ Ոնց գնանք մատուր, շատ չխոսնենք, չեք ուզում։ Արի հետևից կամ նստիկով զետանք թե ինքն հետևից գա։ Հա, նստեմ։ Շուտ արա։ Սպասեք, բան բերեմ, ճանապարհին զբաղվելով գնանք։ Գառնուկները, բա իրանց մաման։ Վայ, ծակուկներ։ Էս նոր են ծնվել։ Հա, բա ինչ են արել։ Էսօր։ Հա, մեծ մասը էսօր, մեծ մասը։ Արդեն սենց մազերով են ծնվում։ Երեխեք, բարև ձեզ։ Իրանք իմիջայլուց 2000 մետր բարձրության վրա էին ծնվել, ես իչացել բերում։ Մաքուր օդին են ծնվել։ Բերեմ։ Մաման պապան այդտեղ են ապրում։ Ուր է մամա պապան։ Սրանց մեջ է։ Հա չգիտեք կոնկրետ ով է։ Չդեպություն։ Բա իրանք ոնց գնան ուտեն, կաթ ուտեն։ Իրանք կգտնեն։ Իրանց մամային կգտնեն։ Եկեք տանենք թող գտնեն։ Դե Թե տանում եք ավտով։ Ես չեմ պատրաստում այդ տանջանք անեմ։ Հա, շնիկներն էլ են, չէ, ապահով։ Շնիկներն էլ իրանց հսկիչներն են։ Հա, գիտեմ, իրանք շատ լավ հսկում են։ Առանց շնիկներ շատ ուշադիր նայում են մեզ։ Նա դու տեսար, որ ես նոր եկա, մի չառաջ էի, չէ՞։ Հա, չած։ Հաչած Գուրյանի։ Հա։ Ուր եք տանում գառներին։ Ուր են տանում։ Մենք առանձնացնելու, բաժանելու։ Զույգվելու շրջանն է։ Չէ, մարդու ապրել մի քանի օր է, մի օր չի։ Աման, կովերի պես տանում եք հանդ, հետ եք բերում։ Չէ։ Բարև ձեզ, ոնց եք։ Ծանոթացի Անաստասիա։ Ոչ, դուք լավն եք։ Բայց ջուխը մեն։ Հարսնացու բերել ենք, հիմա մնա փեսացու ճարենք, լավ։ Հարսնացը բերել եք, պես, հա։ Մամայի ասում, լսեցիք։ Ապա ինչ անում։ Ասեց մամային է ուզում։ Խեղճ երեխեք։ Մի անգամից են այսքանին ունենում։ Մի ան մեկ, էդի գիտես ոնց է, յուրա ասեք։ Ամեն մեկը մի ծակ է ունենում։ Ապա հիմնականում է։ Ոնց եք։ Եկեք։ Ինչ
չկա, գործ քեվ հալ Բայց ինձ էլի։ գառնոկների հետ։ Այո։ Մի քանի հոգով եք տանում գառներին։ Հիմնականը հայ, մի հոգի չի կար այսքան։ Ես գիտեմ, որ ձեր գյուղը այնքան սենց արդար գյուղ է, որ հերթով բոլորը տանում են գյուղապետից սկսած։ Կա տենց բան։ Հա, որ տանում են բոլորը անասուններին, կապ չունի, ով է, ինչա, բոլորը հավասարապես տանում են։ Ես եմ փոքր վաղ տարել։ Հա։ Բայց կով։ Բայց դեր մոտ որ գյուղից Մեր բյուրական ուղղակի մեր մոտ հերթով էր, այսինքն տնով հաշվում էին։ Այսօր օրինակ մեր տան հերթներ, այդպես։ Այդպես էլ մեր մոտ Հա, նույնն է, էլի, Տնով գնում։ Բայց հետո մեր մոտ զարգացան, արդեն մի հոգի էր տանում, իրան փող էինք տալիս։ Ստելա, դու տենց էլ կա, տենց էլ կա։ Փողով։ իրենց տեղը, հա։ Օրինակ այսօր հավես չունեք գնալու, փող տալիս եք տանում։ Ամեսի չի միա Գործի բերումով, գործը թողես ընդ մարդիկ գործ են աշխատում են պետական գործի, ստիպված Բայց գյուղատնտեսությունը զարգացած է ստեղ ոնց հասկացա։ ոչինչ։ գոհացից չի։ Քիչ են, ինչ են, արդյունք չկա։ Դες չի որ։ Գյուղատնտեսություն։ Հա։ Ինձ հավոր։ Ահա։ Ասա լավ կլինի որ զարգանա։ Հիմա ված կներ որ մի 3 սուրու սենց անասուններ ստե։ Հա, բայց չեք հենց գառնոկներ պահում։ Հա։ Ինչի հենց ոչխարներ, գառներ։ Որովհետև էֆեկտիվ է, արդյունավետ։ Հա, Գալիս ենք։ գալիս են, ոչ չեմ գալի։ Չգան վերցես տանես ախ։ Քանի հատ գառաստե մոտավոր։ Կնի։ Մի 1000 կլինի։ Այո։ Չեք կորցնում ոչ մեկն։ Դե կորցնելու բանա, կարող գայլը տանի, սատկի, Բնական աղետն է։ Ձեր մոտ լինում է, որ գայլը մոտենում է։ Ոչ։ կոնկրետ գյուղում թե սարը։ Հա, սարում։ Արշնել է գալի գյուղը։ Հա։ Ինչ հետաքրքիր եք ապրում։ Եղավ, դե ձեր գործը ես չկտրեմ, գնացեք, հաջողություն։ Լավ եղեք։ Գառնուկներին բոլորին կբարևեք։ Պակա երեխեք։ Հեսա, հաջողություն։ Հեսա մամայի մոտ կտանեն ձեզ։ Մամայի մոտ հեսա կգնաք միլացեք, պուպուշներ։ Հաջող, պակա։ Գառնուկները հոշ։ Այսքան գար մի տեղում չէի տեսել։ Այլի ցավետ անում, գալ։ Բայց ինչի։ Լավ չի։ Գամ օգնեմ։ Զգում եք, որ մի քիչ բան եմ անում։ Մի քիչ ինձ խորթ է, էլի, ոնց որ առաջ անգամ եմ ձեր մեջ։ Այսքան գառնուկներ մի տեղում, բայց ես ձեզ սիրում եմ։ Սիրում եմ։ Մե 100% երեխեք։ Մե Վայ ասմա վիֆտաշ։ Էշերը փախան։ Ուրել գնան հետ են գալի։ Հա, լավ։ Ոչխարներից հեռու չեն գնում։ Էշերը ոչխարներից հեռու չեն գնում։ Նման են էլի էշերն ու ոչխարները իրար։ Նույն մաստի։ Էշել կա, բայ իհարկե։ Ամեն էշ չի որ էշա։ Բռնեմ չգա։ Չես կարա բռնել։ Լավ։ Մե։ Դե գնացինք Ժորժ ջան, թե չէ արդեն քիչ ինձ գառ եմ զգում։ Արդեն շատ եմ ընտելանում։ Գառնուկ։ Գնացի։ Ստեսցուն։ Ժորժ ջան, սա Սուրբ Հովանես եկեղեցին է, հիմնադրվել է 1811 թվականին, սակայն 1974 թվականին լիովին վերանորոգվել է բարերար Գեղամ Քոչարյանի օժանդակությամբ։ Եկեղեցու դրսում եւ ներսում պահպանվել են 9-րդ դարից 17-րդ դարերի 7 խաչքարեր։ Այդպես տեսնենք դուռը բաց է, մտնենք ներսնել նայենք։ Մի տեսակ նկարները շատ են, կառույցը ինքն իրան չի երևում, էլի նկարները ամբողջությամբ ծածկում են։ Լաց տնավ
Չերեսկարոդ հոգուսիհան օյ լաչտենավերոյ Աստված դու եղիր մեզ բոլորիս պահպան, մենք ես հավատում ենք և սիրում։ Ես էլ կգրեմ, բայց մաքուր էջ չկա։ Ինձ էլ թողնեիք տեղ։ Ես էլ էի ուզում գրեի։ Որտեղ գրենք։ Տեղ չկա գրելու։ Ստեղ գրեմ։ Վիվտաշ Բարև Աստված ջան Իմիջալետ Ժորժ ջան, ես հիշում եմ, որ ծառի վրա խնձորը, որ մնում է, ամենաքաղցր խնձորն է լինում։ Այդպես չեմ կարող, այն կողմից քաղել։ Օպա։ Հիմա մենք կստուգենք։ Թաթվիա։ Hey, ասում եմ քաղցր ամնում թթվիա, բայց խամուա լուրջ համավա շատ Փաստային թարսել է փակվում։ Ըստ տեղեկությունների հենց Սևական լճից է սկսվել վերաբնակեցումը։ Բնակիչները այստեղ են եկել 1828-ից 1830 թվականներին։ Թուրքմենչայի պայմանագրի համաձայն Պարսկաստանի Խոյի խանության Սալմաստ քաղաքին Հավթվան գյուղից։ Գյուղը որպես բնակավայր ավելի հին է։ Այդ է վկայում գյուղի տարածքից հայտնաբերված խաչքարը, որը մինչև օրս հայտնաբերված ամենահին խաչքարն է։ Նախկինում գյուղը ունեցել է Չանախչի, Դաշտամեջ, Սովետաշեն անվանումները, իսկ 1991 թվականին ի հիշատակ Պարյուր Սևակի վերանվանվել է Զանգակատուն։ Ինչ արևոտ գյուղը։ Բարև։ Ոնց ես։ Երեխեն պետք քարաներ կնում։ Այ, մարդ։ Բարև ձեզ։ Բարև։ Ոխ, ես ինչ լավ նստել եք։ Ոնց եք։ Ինչ լավ նստել եք։ Ես վախեցա, գիտեք, եկա ասցի ցուրտ կարող է լինի, ասցի կողա ցուրտ լինի։ Տակ եկել է։ Բախտս բերեց։ Դուք էլ չիր կերեք։ Բնական չիրա, գիտեք, չէ։ Արևի տակ չորացրած, առանց շաքարի։ Մենք էլ ենք անում եք, ինչ լավ է, ինչ լավ է։ Ես սիրում եմ, որ անարատ է։ Կարալյոկա թե ինչ է։ Հա ջան, էսի դեղցա։ Բայց լավ, դուք էլ կերեք։ Դուք էլ կերեք։ Այս բոլորդ մի տնից եք։ Համուսիներեկինքը հարևանուհին է։ Հա, հավաքվել եք։ Իգրեի մեր թանկագին հյուրն է։ Ոխ, ապրեք։ Ինձ էլ է շատ հաճելի։ Դե պատմեք մի քիչ գյուղից, ինչ կա չկա։
Ապրում ենք բալաս մեր յուղի առօրյայով։ Ոսկի դե մեծահասակներ ենք 75 տարեկան ինքնա 72 ես եմ։ Հա 75-72 նույն դպրոցից եք եղել։ Հա թոշակառումներ ենք մեր առօրյայով ապրում ենք ջահելները ստեղ չեն։ Հա Երևանում են ապրում Արտաշատում են ապրում։ հա լավ իրար հետ հանգիստ կմնաք խժպժ չլինի էլի տունը դուք օրինակ սիրում եք ստեղծագործել բանաստեղծություն Շատ եմ կարդալ սիրում անպայման գրում եք Հա գրում եք բանաստեղծություն Չէ չեմ գրում բայց կարդալ եք սիրում կարդալ սիրում եմ իսկ Պարուս Սևակին առավել եւս շատ ինձ հետաքրքիր է օրինակ կան նոր գրողներ գյուղում Չէ երևի Չէ, նոր Պարուս Սևակ չի ծնվել դեռ դեռ չկա։ Պատմեք էլ մի քիչ բան պատմեք ինչ չկա Ես իմ ինչ եք անում ինչ չեք անում Ինչ անենք նույն առօրյան մենք էլ ենք անում ոնց ալայի կնեցի մենք Հա ձեր տնեցիք ոնց են ստեղ են ստեղ չեն Չէ ստեղ են մի տղա ունեմ մոտացա ամուսնացրել եմ Դուք եք ամուսնացրել Հա աղջկանել եք դուք ընտրել Չէ աղջկան Հա ինչ լավ է Դե չասի ամուսնացրել եմ ես ասի աղջկան բերել եք Էնի կողո ձեր տղենա Չէ իմ տղեն տունի չի Արթուր անունը Արթուր իրաց տունն է Արթուր դուք խի բարբարով չեք խոսում Խոյեցիներ չեք Խոյեցիներ ենք Բա երթասես քյասես գրական խոսել բայց լավա բարբարներով խոսեք մենք կարող ենք շատ տեղը իմաց դեպքում խոսքի շրջապատի մեջ Խոսել գնամ Երևան շատ մաքուր գրական Արի խոսեմ ոչ պատկերացնեմ բայց ես մեր գյուղի բարբարը շատ եմ սիրում Մի քիչ կխոսակ լսեմ ես մենակ բանը գիտեմ Երթասես քյասես Էթասեսի կյասես Էթասեսի քյասես Իմիջայից իմ պապիկն էլ էր տենց խոսում մեր գյուղում էլ խոյեցիները շատ են բյուրականում Հա բյուրականություն Հա մեր գյուղի բարբարը ընդհանրապես շատ համառ Արագածոտնի մարդ շատ եմ սիրում բարբարը Դե խոսեք ձեր բարբարը Մի բան պատմեք ձեր բարբարով անեկդոտ չգիտեք ձեր բարբարը Հո պետք է հիշեմ որ անեկդոտ Հələ հիշեք մի լավ բան հələ տնամ ես դուք հիշում եք Հիշում եք դուք անեկդոտ Ինչ չեմ հիշում Ինքը գիտի հիշում ենք ինչ Արի բաներ Աման խուժանականը Բալը պատմեք մի բան ձեր բարբարով բայց հələ լսում եմ Սկսեցինք Կասես կամեմ գնացինք Արտուր Դու որ գաս մեր գյուղ ես էլ տենց կանեմ Արտուրի մաման չեկա Արտուրի մաման շատ նկարի, արի։ հետաքրքիր Արի խոսա չեմ նկարի քեզ, արի։ Չէ Որ ասում չէ, չենք նկարում, եթե չէ։ բայց ես ուզում եմ նկարեմ Արտուրին գախնիկը նկարեց Արի կողքս չեմ։ Կողո ընկերուհի ունի խանդում ամուսնացած է ամուսնացած երկու տղաներ ունի Ոյ Յար Արտուր ջան յար Յար Աmal չի այ բալամ ամոթ մի եր Հենա մամա տաղալներ մեջքին չեր անեմկը Դուրնա կանչեք դուրա։ Մաման հումորով է Շատ Զանգեք կա Շատ հումորով է շատ Մամային զանգեք Բոլորն է Մամայի համարը ես չունեմ Հարևաններ ենք շատ մոտ շատ Հա ասել զանգի Ասա Բա Անն ինչա Ռոզան գիտես ինչ էր արել գնացել ասոցապ որ դիմում գրի խոսքի նպաստի բանի համար շշկր արագ շտապելուց աղջկա արևային ակնոցները վերցի հետը տանը յանանդե որ պիտի դնի գրի ակնոցները անեմ դրիմ աշկերս Հələ կնեք Տիկին Ռոզա ջան բարև ձեզ Բարև ձեզ Կգաք մեր մոտ ասա ալայից բեսեդկա Ալայից բիսեդկեն նստած խոսում ենք Դուք ով եք Այ մարդը արի քոյ Եկեք կասեմ Հա Կգաք Հույրեր ունենք ոնց կա Հա այ մարդ թողեք մի հատ կոֆե դրեք եկեք Հյուրեթո ջահելների հետ նստել Օրովոտ շուտ հյուր են եկել Հա ասի Հա ինչ բայց Հարևանություն նստել ենք Դե սպասում ենք հա հետո ակնոցը դրեց Ակնոցն ասма դրեցի ուզում եմ գրեմ չեմ դնում Ակնոցներն ասում եմ հանում եմ ակնոցները տերում եմ էլը չեմ Ո Ակնոց հապակի մաքրում եմ նորից եմ դնում
Ասում այ բոլամ, աշկերս չի տեսնա, ինչ պատահավնձի, իսուր տվեց, ինչ էլա, վերջին ասետերի ակնոսները, են տղան ասեց օգնեց, լրացրիմ, էլա մասը են մտկով իմ հետ ինչա կատարվե, էլա մեկամ տուն ասեն, տվր բացի մտամ աղջից ասեն, այ մե իմ ակնոսները չես վերցգելեց։ Բայց մաքրելս չէր զգում, որ իրան է չէ։ Չի զգացի։ Լարված ա եղել երևի, այ քեզ բան։ Դե գնացի, չրերը կուտեք, լավ եղեք, գնացի։ Ոչինչ։ Stay tuned, տիկին Ռոզային կբարևեք, Արթուր ջան, պակա։ Ժողովուրդ ջան, ամանորը մոտենում է։ Եվ որպեսզի ձեր ամանորյա սեղանը տարբերվի մնացած բոլոր սեղաններից, ձեզ ինչ է անհրաժեշտ։ Իհարկե ֆրութալի չրերի տեսականին։ 100% բնական, ինքս փորձել եմ, ինքս կերել եմ, ինքս համոզվել եմ։ Արևի տակ չորացրած եւ որ ամենակարևորն է, առանց շաքարի է եւ պատրաստված է միայն հայաստանյան մթերքներով։ Այս հրաշքը ձեզ եմ տալիս։ Կոնտակտները թողնում եմ այստեղ։ Բայց որ ուտեք, ինձ էլ կհիշեք։ Լա 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 լա։ Ընկար թրիքի մեջ։ Ոչինչ, թրիքը բան չի, լավ է թրիքը։ Հեսա կանցն է։ Բարև ձեզ ժողովուրդ ջան։ Ջան, եկան նկարեմ։ Չէ, ես վիճակում Տատ ջան, դու տատի ես, ոնց էլ լինես, դու շատ քաղցր ես ու շատ լավն ես։ Մենք բոբոք մաքրենք իրար հետ։ Ինձ հետո խնձոր կտաս։ Ինձ հետո խնձոր կառնեմ, ես կգնամ, բոբոք ուտեմ։ Արդեն թաշ չի, չէ։ Տատ ջան, խե։ Այս ջարդիչից մենք էլ ունեինք տունը։ Բերես տա ինձ։ Հա, իմ անեի կբերի։ Հələ պատմեք, ոնց է, առևտուր կա, չկա։ Չէ, չկա, նստած ենք իրենց։ Քիչ ա լինում առևտուրը, խի։ Շատ են ավտոները։ Ավտոները շատ են, բայց չեն կանգնում։ Խի։ Ուրիշ տեղ էլ կա, որ ծախում են այս կողմերը։ Ոյ, տենց լրիվ խնձորա, պոպոկա։ Սենց գնում եմ։ Դուք էլ եկեք մեր հետ նստեք։ Տատին մենակով նեղվում ա, որ խոսում, եկեք դուք էլ, եկեք։ Տատ ջան, բոլորով կխոսենք, որ չնեղվեք։ Համել ինչ կա գլխաշորի մեջ, ես էլ գլխարկով եմ։ Չէ, ես գլխաշոր ուղղակի այսօր եմ կապել։ Էմայա ձեր անունը։ Facebook-ով տեսա, բայց ձեր անունը ինչ է։ Ֆրիդա։ Ֆրիդա, ինձ սիրուն անուն ունեք։ Սենց լրիվ կիսվել եմ։ Հա։ Հավեսա։ Թորնիկներն է։ Ձեր թորնիկներն են, վա։ Հա, այդ խոն մեծ թորնիկներ ունեք արդեն։ Եսա ծորա, 7 Ծոր։ թորնիկ։ Ծոր, հերվից նկարենք։ Հերից լավ չի լսվի, հա։ Հա, 7-8 հատ ծոր ունեմ, արդեն հեսա ես մինչև ամսի 25-ը արդեն տղայի կողմից ծոր կունենամ։ Այդքան շուտ եք ամուսնացել։ Չէ, ասես ջան, 25 տարեկանից։ 25 տարեկանից։ Ավարտել եմ ինստիտուտ, նոր ամուսնացել եմ։ Ձեր գյուղը հայտնի է Պարուր Սևակով։ Ես Պարուր Սևակը ամուսնուս իր ամուսնուս մաման ու Պարուր Սևակի պապան քրոջ աղբոր երեխեք։ Հա, հրաշալի։ Այ ուզում եի իմանալ, արդյոք գյուղում մարդիկ ստեղծագործում են, կան նոր գրողներ։ Հա, շատ կան։ Դուք ընդհանրապես գրողներին լավ ծանոթ եք։ Ձեր գյուղից առհասարակ։ Այս գյուղից Դարիկոնա, չէ, Խաչատրյան։ Ասեցին էլի գյուղում։ Հա, Դարիկո Խաչատրյանը։
Իսկ դուք Սահակյանին ճանաչում եք հոկտեմբերյանում։ Չէ, Ռաֆիկ Սահակյանին չգիտեմ։ Ինքը հայտնի պոետ է, Վրաստանում ես ինչեր աշահել։ Ինչ հաշալ, մրցանակներ որպես լավագույն բանաստեղծ։ Հրաշալի, որպես լավագույն պոետ։ Իսկ դուք սիրում եք ստեղծագործել։ Հիմա չէ։ Առաջ, հա? Գրել եք առաջ։ Ինքը ուսուցչուհի է եղել ժամանակին։ Մանկավարժ եք եղել։ Կաղա, տնտեսագետ։ Հիմա էլ պառա։ Աջան։ Հիմա էլ պառա։ Հի։ Անեն շուխուր են անում։ Բա հենց այդ ագրխած հավանում էլի։ Ամբողջ օրը տենց է։ Այո, մենք ամբողջ օրը այս ձայների տակ նստած ենք։ Վախաման։ Իսկ պարավի մասով մենք էլ ենք այտենց մեծանալու։ Նորմալ բան է։ Պիտի ընդունենք։ Հո միշտ փոքր չենք մնալու։ Մեծանալու ենք, Այո։ Չենք մնալու։ Ես էլ հոսենց չեմ մնալու։ Իմիջ այլոց 25-ից հետո տարիները թռնում են։ Հիմա ես չեմ հասցնում, արագ տարին փոխվում է։ Ինչի՞ է տենց։ Քանի տարեկան ես։ Ես 31։ Չի երեք։ Մեր գենետիկան լավն է։ Դուք հոկտեմբերանից եք, հա, եկել եք այստեղ հարս հավանաբար։ Ես ու ամուսինս միասին ենք սովորել, ու եկել եմ այստեղ հարս։ Դու եւ ձեր։ Ձեր ամուսինը եղել է հոկտեմբերանից, Չէ, այստեղից է եղել։ Այստեղից, այս գյուղից։ Մենք ուսիկում միասին ենք սովորել։ Աման, ռոմանտիկան ընդեղ է սկսել։ Ընդեղից է սկսված։ Սիրահարվել եք։ Դե եթե եկել եք այստեղ, ուրեմն սիրել եք։ Գիտես ինչ, այն ժամանակ Հա։ մենք պետք է լսեինք մեր ծնողներին։ Ես գիտեմ ոնց էր, ես կպատմեմ։ Այն ժամանակ ծնողներն էին հավանություն տալիս, թե ում հետ աղջիկը կամ տղան ամուսնան էին։ Փառք Աստծո, ես այդ ժամանակներում չեմ ծնվել, որովհետև Չես ընդունում, չէ՞։ ես բոլորին կսպանեի։ Պապայիս ասելով եմ ես ամուսնացել։ Պապան մտածել է հարմար է ինքը։ Դե հա, ես ընդհանրապես ընկերասեր եմ եղել, շատ ընկերներ եմ ունեցել տարբեր տեղերից, քաղաքներից, Կիրովականից, դե ինստիտուտում տարբեր տեղերից սովորում եմ։ Իրար հետ կապ ենք ունեցել, գնալ են եղել։ Իսկ ասում են, եթե անգամ չես սիրում, ընթացքում սկսում ես սիրել։ Դա ճիշտ է։ Հա, ճիշտ է։ Բայց դա գուցե սեր չուղակի կապվում եք իրար։ Չէ։ Սերա, սիրել եք։ Ինչ լավ մարդիկ են մերոնք, չէ։ Չէ, Ժորժ ջան, ես ուզում եմ ձեր խնձորից գնեմ եւ գնամ։ Չէ։ Անջատի։ Անջատի։ Ինձ մի նկարեք, հա։ Այդ կամերան այդ կողմ տարեք։ Ամեն ինչ լավ է, այո, ամեն ինչ լավ է, կգա մի օր, բախտը կգա ու պարզ է, երկինքը պարզ է, այո, ծածկի երկինքը պարզ է, կգա մի օր, բախտը կգա։ Ժողովուրդ ջան, գնում ենք կովիկների հետ ջուր խմելու։ Բայց ես այդքան էլ ծարավ չեմ։ Քորացա ես ինչ ծարավ են։ Ցուլը կարող է խփի էլի։ Բայց կովիկները լավն են, չեն խփում։ Շատ ծարավ են, հա, վազելով գալիս էին։ Քորացա ես, հետները ջուր դրեք։ Պաչակ տնենք հետները։ Չնայած այդքան կովին ոնց ջուր տակ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Ոնց եք։ Անաստասիա։ Ռուբիկ։ Շատ ուրախ եմ, պարոն Ռուբիկ ջան։ Աջանա։ Ոնց եք, ոչ չեք, իշկա չկա, որտեղից եք գալիս։
Դաշտի 40 պահում այս գյուղից ենք։ Որ Զանգակատուն։ Այո, Մենք էլ այսօր եկել ենք ձեր գյուղում հաղորդում ենք անում։ շատ ուրախ եմ։ Հա, Շատ ուրախ եմ ես։ մենք էլ հələ մի քիչ պատմեք ոնց Հարորյան Դուք կովիկների ոնց հետ։ Մենք լավ ենք, շատ լավ ենք, Փարքաստը։ Դուք լավ եք։ Ոչ, Լավ ամենջ։ Փարքասը, հալավ ենք։ Դուք էլ եք իմ նման տակ եք հագնվել։ Աբա ինչ անենք, ցուրտ, արատես ցուրտը, շատ։ Եկեք գնանք կովիկների մոտ։ Վույուտեմ քեզ։ Ոչ ուղիղ իմաստով։ Վախ, էս բա չեն մրսի հետո այսքան մտան ջրերի մեջ։ Չէ, դրանց Քանի անգամ եք բերում ջրում տանում։ նադի հիմա։ Հիմա։ Մատել 2 ժամի 5-ին։ Մի հատ էլ 5-ին ու տուն եք գնում արդեն։ Տուն են գնում, այո։ Ամեն օր բերում տանում եք։ Այո։ Ձերն են թե գյուղի կովերն են։ Գյուղի գովերն են։ Բայց գյուղում ասին կով չկա, մենակ գառը։ Կա, ինչ թաչ։ Կա, փաստացի կան։ Նադի բացի սրան Հա։ 2-3 բոլուկել տես կա։ Կովը մեքենան հավանեց։ Կարա տանի։ Կովը հղի, ա։ Հա։ Վախաման, հորթու կա ունենալու։ Դրանք դեկտեմբերին, հունվարին Կունենան։ Փետրվարին կունենան։ Կծնեն, մեր լեզվով ասած։ Կծնեն, հա։ Մի բան հարցնեմ, մոռացել եմ։ Ինչքան ժամանակ է կովը հղի մնում։ 9 ամիս։ Մարդու պես։ Կնգապես։ Լավն է։ Ներվեն կոնե։ Գցել եք մեր վրա այդ բեռը։ Մարդը չի բերում, կնիկն է բերել, էլ սիախ բերել։ Այդ կնիկն է, բայց Ո՞նց տղան։ Վարշամ։ Վարշամ ջան, իմ ռուբիկի ցավտա։ Դե հիմնական կնիկը չի բերել։ հիմնական ո՞րն է կնիկը։ Կնիկն է։ Դե Հələ որ հա։ Հələ որ կնիկն է, հա, բայց sense որ աշխարհը գնա, կարող է մի բան խառնվի։ փոխվի, հա։ Փոխվի, հա։ Դեմ չենք։ Չնայած դեմ ենք այ մարդ։ Տղամարդը հղի կովի պես մանգա։ Դες կնիկ։ Չիլնի դա։ Արհանդարի։ Հա։ Ձեր կովին բարի, ինչ ասեմ։ Ծնում։ Հələ մի երկու հետաքրքիր դեպք պատմեք, ինչ ալին մեջ կովիկների հետ։ Այ ինչ էլի, այդպես։ Այդպես, ալելի, պատահելի դաշն են ծնում։ Լինում է դաշտում են կովերը ծնում, ու դուք այդ ընդունում եք, դուք եք անում։ Հաբա ո՞նց։ Մասնագետ եք նաև դրա։ Այո։ Վայ։ Ընդունում ենք, բալանքցում ենք մոտը, զանգում ենք գյուղից ավտոն գալիս է տանում։ Վախ, կովերին էլ են պորտը կտրում։ Են իրանք են արդեն կտրում։ Բան, տերերը։ Հա, չորանումը իրանք կտրում։ Էդ էլ է մարդու պես, էլ է։ Հա, բա ո՞նց։ Շատ լավ է, փաստորեն ծնելիություն եք ընդունում։ Էլ ինչ։ Բայց մի բան ասեն։ Հա։ Կներես որ ասում եմ, էլի կասես պապին շատ է զուցալ։ Ինչ։ Ասեք կնիկը կամ կովը նույն համան 9 ամիս 9 օր 9 րոպե 9 վայրկյան 9 ժամ Hamann, ասեմ տարբերություն չկա։ Հա, կովն ու կինը։ Հա, կովն ու կինը hamann են։ Էդի հա, կոմպլիմենտ։ Բարևախտ բերես։ Տեսակ ինչ կոմպլիմենտ մեզ արեցին։ Ասին կովն ու կինը նույն բանն են։ Как ваши? Սա միլիցիայի շտա։ Ինչով է տարբերում տրակտորից իմի է դա։ Միլիցիան ինչով է տարբերում տրակտորից, ինչով։ Ասма նա շատ ընչի։ Հա։ Լավ խմուկ տապավ Էտանուց ավտոյով։ Միրիզը գայի կանցնում է։ Ասма ախպեր ասма, քո դոկումենտները հլամ հատու։ Հանմա տալի։ Ասма ակո խմուկ ես։ Ասա էդ իմ գործն է, էլի։ Ասա բա ախտեմ գնում վրետ, ասա էդ էլ քո գործն է։ Մեկը ցավը տալեն։ Այդ մեր գործնի թե քո գործնի, մեկ ինչ անենք։ Հա բա։ Կամ քշեմ։ Արի եթոզն է բարի։ Հրը հա։ Հրը։ Հեչ։ 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 Ապրես։ Իրանց էլ քշենք։ Հեչ, 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 հեչ։ Հեչ, 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 հեչ։ Ստեսություն։ Ստեսություն։ Մեր սպորտային զգացումն է, որը որ Վազելով եք բռնում։ Պարոն կոչման ոնց որ ռուսերեն sense բան կա, էլի, принцип պայմալ отпусти, մի քիչ հրախուսս կեղտ ու դա։ Օ, պայմալ отпусти։ Էս այմի sense բան ցես կտամ ես։ Բայց ուղիղ իմաստով բռնում բաց եք թողնում։ Ուղիղ, հենց ամենաուղիղ իմաստով։ Ինչ լավ է։
Ինքան ուրախ եմ, որ տես բաներ եք։ Նայեք։ Այս էլ հերթականը 5-րդ տրաֆեյը, 5-րդ օգունը։ Երին նույն ոբլերին, այսօր այս ոբլերս օրս ծաղկացրեց։ Ոբլերը իր այդ պրիմագենա խայծն է, որը որ պետք է անենց խայծ ընտրես, որ այդ օրվա համար Այ իմաստն է ուզում հասկանալ բռնել բաց թողնելու։ Էդ ինչ սպորտ է։ Զուտ, որ ասենք պոպուլյացիան շատանա, այդ է, ասենք որ ձուկ չկա Հայաստանում, չի որ լիքը ձուկ է։ Ճիշտ է, խնդիր ունենք տեսականի։ Զուտ է, թե չէ, ասենք մեծ հաճույքով ասենք կարայի տայի հարևանի կատուն ուտի, հետի կարամ տանեմ հարևանս այն մեծերն ուտի։ Հարևանն էլ կուտի, իհարկե։ Մինչև կատվին հասնելը։ Մենք կուշտ ենք շատ ենք կերել, հա։ Վայ։ Բայց շատ բարակ է, ես գիտեք, չէ։ Սենց նստեմ դեմքով։ Հակառակ։ Ուրիշ, ասում վրացու ասած վայրանդի առարիս, էդ է։ Այ, գնացի։ Հուսամ հետ կգամ։ Եվ քեզ աչերով ուղով դրմանի Եվ ես իջաղվոր ժամերով նսարի Ժողովուրդ ջան, ես վերջապես հասա Պարուհի Սևակի տուն-թանգարան, որը բացվել է 1981 թվականին, նրա մահվան 10-րդ տարելիցի օրը։ Իսկ 2015 թվականին բացվել է նոր մասնաշենքը, որը ունի զանգակատան տեսք։ Աշխարհին մանկան մաքրություն է պետք, եւ հենց այն մանկան, որին ամեն օր աշխարհ են բերում, նաեւ աշխարհի անմաքուրները։ Մինչև իսկ նրանք անմաքուրները, քանզի աշխարհին մաքրություն է պետք։ Ճիշտ է։ Համաձայն եմ Սևակ ջան։ Այ։ Բարև ձեզ։ Սա փակ եմ, թե բաց թողնեմ։ Փակ։ Հա, ամեն մարդ չկա, չէ, համել հասկաց։ Բարև ձեզ, ոնց եք։ Մենք էլ ենք լավ, մենք էլ ինչով եք զբաղված։ Արորի աշխատանքով։ Ինձ չէիք սպասում։ Սպասում եք։ Այդ մասը կարևոր է, էլի ասենք։ Իսկ ում հետ եմ զրուցելու։ Կզրուցենք, իհարկե հիմնականում այստեղ կզրուցենք ինձ հետ։ Անին եմ, եք թանգարանի աշխատող, եք սկուրսավար։ Անի ջան, հա, գնանք գողացված գրքերի մոտ։ Այո, գնացեք այստեղ։ Այս հատվածում ներկայացված են բանաստեղծի անձնական գրադարանից գրքեր։ Պարույրը շատ ընթերցասեր էր։ Նա 11-ից 12 տարեկան հասակում գողանում է, քանի որ արդեն կարդաց է վերջացել է դպրոցական գրադարանի բոլոր գրքերը, մի քանի ընթերցասեր ընկերներով որոշում են գողություն կատարել։ Իհարկե, գողություն կատարել կարդալուց արավից, ասում է լսել է, որ գրքի գողը գող չէ, այդ պատճառով է գնում են այդ քայլին։ Մի քանի ընթերցասեր ընկերներով կտրում են շրջակա գյուղերի գրադարաններ եւ գրքեր գողանում։ Ու քանի որ կազմակերպիչը լինում է Պարույրը, գրքերի մեծ մասը գողացված տալիս են Պարույրին։ Ներկայացված գրքերը հենց այդ գողոնի մի մասն են։ Ահա, այս ամբողջը գողացված գրք են։ Հəl տեսնեմ ինչ ճաշակ ունեցել։ Բանաստեղծը կարդում է, ձեռքի տակ ինչ ընկնում էր, այդ մասին տեսեք մեզ փաստում են ժանրային տարբերություն։ Այո, դերասանական արվեստի հիմունքները։ Գորկին, Դարվին, Դոստոևսկի։ Իս ամբողջը իրան է պահել, ընկերներին չի տվել։ Տվել է, իհարկե մեծ մասը տալիս են Պարույրին, որոշները պահում են իրենց։ Առաջի վերջի դեպքն է եղել, թե հաճախակ են արել գողությունները, գրքի էլի։ Գրքի գողությունները ես հիմա հենց այդ մի անգամն են անում եւ այդպես չի կրկնվում։ Հա, թե չէ արդեն կբռնվեին։
Չնայած իսկ սա Սա սափոր է, իհարկե սափորի հետ կապված մի փոքրիկ պատմություն կա։ Ասում են բանաստեղծի մայրը այդ սափորով ինչ որ հարևանի պանիր է հորում եւ տալիս, այդպես մեր գյուղական պանին է լինում։ Տարիներ շարունակ այդ հարևանուհին սափորը պահում է, պարույրի մահից հետո վերադարձնում է թանգարանին, տալիս է որպեսզի այստեղ ցուցադրեն։ Ահա, վաճառելա թե վերադարձրել։ Ուղղակի Այն հումորը կա, չէ, թանկով ծախենք հետո կարող դա է։ Այստեղ ինչ կա տեսնենք։ Այստեղ կարող ենք տեսնել նաև հայոց պատմության ամենահին թվակի խաչքարը։ Նշեմ, որ հայտնաբերվել է մեր գյուղի տարածքից։ Մոտավորապես 5 կիլոմետր հեռավորության վրա ընկած Հորթում բնակատեղից։ Տեսեք, կենտրոնական հատվածում մենք կնկատենք, որ արձանագրված են տառեր։ J, I տառեր են, որոնք վերածելով թվային արժեքի ստանում են 325 թիվը։ Բայց քանի որ հայկական տոմարը ըստ եկեղեցական օրացույցի սկսվում է 551 թվականից, դրան գումարվում են խաչքարի վրա եղած թվերը եւ մենք ստանում ենք խաչքարի իրական տարեթիվը։ Այն է 776 թվական 9-րդ դար։ Հայոց պատմության ամենահին թվագիր խաչքարն է։ Ուշուշ են գալիս, բայց ոչ ուշացած։ Ծնվում են նրանք ճիշտ ժամանակին։ Եվ ժամանակից առաջ են ընկնում, դրա համար էլ չեն ներում նրանց։ Անտով չեն նրանք կաման հայրենիք։ Հասարակ վրից ու մորից ծնված սերում են նրանք եւ այն վայրենուց, որ էլ չէր կարող ապրել քարայրում։ Սերում են նրանք եւ այն ծերուկից, որ նախընտրում էր կնել տակառում։ Նշեմ, որ բանաստեղծը հուղարկավորված է իր այգում, շուտով կմոտենանք բանաստեղծի շիրմաքարին, հուղարկավորված է իր կնոջ, վրացուհի Նելի Մենախարաշվիլիի հետ միասին, ավտովթարի ժամանակ միասին մահացել են, միասին էլ այստեղ հուղարկավորված է։ Հուղարկավորված է իր բանավոր կտակի համաձայն, հաճախ է ընկերական շրջապատում ասել, երբ որ ես մահանամ, ինձ կհուղարկավորեք իմ այգուց իր անենու սակ։ Կմոտենանք կտեսնենք, որ բանաստեղծը հուղարկավորված է իր ձեռքով տնկած իր անենու սակ։ Այստեղ ուղարկավորված են Պարույրի ծնողները, Անահիտը եւ Ռաֆայելը։ Մահացել են իր մահից հետո։ Հայրը մահացել է 4 տարի անց, մայրը 11 տարի անց, եւ իրենց ցանկությամբ ծնողները եւս ուղարկավորված են այգում, դա իրենց ցանկությունն է եղել ուղարկավորվեն իրենց միակ արուզավակի կողքին։ Տունը 1920-ականներին բնորոշ կաված է պատերով հողացած քարտանիքով շինություն է, որը բնորոշ է Պարսկաստանի շրջանին։ Նշեմ, որ նախնիները գաղթել են Պարսկաստանի Խոյսալ մազգավառից, մասնավորապես Հավթվան գյուղից 1826-ից 28 թվականներին։ Ունի պարզ կառուցված գոմն է, վերևի հատվածում դեզի հատվածն է, իսկ առջևում տեսնում ենք Էյվանն է կամ թոնրատունը, որտեղ գտնվում են թոնիրները։ Վերջին մասում մառանն է, իսկ կենտրոնական մասում օթախը, երկու սենյակները ևս լինելու են։
փոքրիկ մեկ ընդհանուր սենյակում ապրել են տանիքի 6 անդամ՝ Պարույր Սևակի ընտանիքը եւ հորեղբայր Վահանը իր կնոջ Համասփյուրի հետ։ Մի փոքրիկ պատմություն պատմեմ Վահանի հետ կապված, երբ որ ծնվում է Պարույրը, Վահանը մեծ եղբոր իրավունքով վերցնում է երեխային Անահիտից եւ Ռաֆայելից, ասելով, որ դուք դեռ երիտասարդ եք եւ էլի երեխաներ կունենաք։ Չնայած ծնողները երկար էին սպասել որդու ծնունդին, բայց չեն կարողանում դեմ գնալ, քանի որ այն ժամանակ մեծ եղբոր խոսքորենքեր երեխային տալիս են Վահանին եւ Համասփյուրին։ 5 տարի մեկ հարկի տակ ապրելով հենց այս սենյակում Պարույրը հայրիկ եւ մայրիկ է անվանում Վահանին եւ Համասփյուրին, իսկ իրական ծնողներին Ամի եւ Ազի, որն էլ խոյի բարբառով նշանակում էր հորեղբայր եւ հորեղբորկին։ 5 տարեկան էր Պարույրը, երբ Վահանն ու Համասփյուրը բաժանվում են։ Միայն այդ ժամանակ են ծնողները հնարավորություն ստանում երեխային ասելու, որ իրենք են իրական ծնողները, սակայն սրտում վախ ունենալով, որ մանուկ Պարույրը սխալ կհասկանա իրենց։ Բայց ի ծնե հասկացող ներողամիտ Պարույրը ոչ միայն ներում է ծնողներին, այլ մեծարում եւ աստվածացնում է նրանց մինչեւ իր կյանքի վերջ։ Իսկ այդ քայլը համարում է մարդասիրական քայլ։ Բանը վաճառում եք ապլիպի խան։ Ձեր համար, հա։ Սոկ եմ սարքել, եկեք սոկ խմեք։ Չէ, վաղ չէ ապրեք։ Ժորժ ջան, ապլիպի խա տեսա այնտեղ կախված, ես թեյ եմ պատրաստում դրանով։ Ինձ ասացին մի քիչ կտան, գնամ վերցնեմ կամ դուք էլ վերևից տեսեք ոնց եմ վերցնում։ Սագի ձայն, նա բարև ձեզ։ Սպասում եմ, մարդ եմ սպասում։ Չէ, գնում ենք։ Չէ։ Են աղջիկնա։ Չէ, պիտի գնանք նկարենք, գյուղը նկարենք։ Շատ։ Եվ ձեր բակն է շատ գեղեցիկ։ Ես իմ ապլիպիխաներն եմ վերցնում գնամ։ Ապլիպիխա։ Ապլիպիխան ոնց է հայերեն։ Մեքենայով է։ Այո։ Մի քանատ է խնձոր տնեք։ Չէ, ունենք մենք խնձոր։ Որտեղ է ձեզ։ Մենք էլ գյուղ ունենք։ Մեզ էլ են խնձոր տվել։ Համեն ձեր մոտի խնձորից արդեն վերցրել եմ։ Այն որ վաճառում են փողոցում, այդտեղ, այդտեղ։ Կան մե 5 հատ, շատ չեմ։ Չէ, խնդրում եմ։ Այս ծաղի կա, բայց։ Ծաղի կա, բայց ոնց որ ուրիշ բան լիներ, ուրիշ խոտ։ Բայց սովորական ծաղի կա։ Ինչ մեծ է ձեր աքլորը։ Մեծ է։ Հա։ Այն մեծ սորտերից է։ Այդ աքլորը քանի հավ ունի։ Այդ աքլորի հավերի մոքրին են, բայց այն մյուսները շատ են։ Ամեն աքլորին քանի հավ է հասնում։ Մի հատ աքլոր եղավ, սա հավերը իրանն են, չէ։ Կարևոր բանը վերցեցի, արդեն կարանք նկարանը ավարտենք, գնանք տուն։
Իրանց կողը թված ուտելիք ենք տալիս։ Շոր ջան, գիտեն իրանց պետքա կերակրեմ, հետևիցս գալիս են։ Մի եկեք։ Սիրելիներս, սա զանգակատան ջրամբարն է, բայց որ սեզոնին գաք, ջուրը մոտավոր ձեր այստեղից կլինի, հիմա քիչ է էլի։ Ինչևէ, սիրելիներս, այս գեղեցիկ տեսարանով էլ ուզում եմ ձեզ հրաժեշտ տալ նորից հանդիպելու ակնկալիքով։ Իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել իմ ալիքին, ինչ անում եմ ձեր համար եմ անում։ Պաչիկներ եմ ուղարկում, սիրում եմ ձեզ, ես գնացի։ Արավոտը Հաղորդման գործընկերն է Ֆրութալի ընկերությունը իր բնական ջրերի տեսականիով։